Վաշինգտոնում իշխանությունը հաճախ ասոցացվում է քաղաքական փորձառության, մեծ կապերի եւ աղմկոտ պայքարի հետ, բայց երբեմն սպիտակ տուն հասնելու ճանապարհը սկսվում է շատ ավելի հանգիստ միջավայրից։ Գրքերով լի սենյակ, գիտական քննարկումներ ու համոզմունք, որ կրթությունն է ամենահուսալի հենարանը։ Ուշա Վենսի պատմությունը հենց այդպիսի ճանապարհ է, ներգաղթյալների ընտանիքի աղջկանից մինչև Միացյալ Նահանգների երկրորդ տիկին։ 40-ամյա Ուշա Վենսը ծնվել է Կալիֆոռնիայում, հնդիկ ներգաղթյալների ընտանիքում։ Նրա ծնողները գիտության մարդիկ էին, հայրն ինժեներ էր, մայրը կենսաբան։ Տանը քննարկում էին կրթական հարցեր, գրքեր ու տարբեր գիտական հետազոտություններ։ Ընտանիքում կարևորում էին կրթությունն ու հավատում էին, որ գիտելիքն ամենամեծ կապիտալն է։ Ուշան գերազանցիկ էր, Յեյլի համալսարանը նույնպես ավարտել է բարձր գնահատականներով։ Հեղինակավոր այս համալսարանի իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո սկսվել է նրա մասնագիտական լուրջ կարիերան։ Ուշա Վենսն աշխատել է ԱՄՆ դատական համակարգում, եղել է դատավորի օգնական, գործակցել է բարձրատյանների դատավորների հետ, այնուհետև աշխատել խոշոր իրավաբանական ընկերություններում, զբաղվելով բարդ գործերով։ Նրա կյանքը կարող էր մնալ բացառապես իրավաբանության ոլորտում, բայց Յեյլի լսարաններից մեկում հանդիպում է երիտասարդ Ջեյդի Վենսին։ Նրանց հարաբերությունները ձևավորվել են գաղափարների շուրջ։ Տարիներ անց Վենսը խոստովանել է, որ Ուշան ոչ միայն իր կյանքի ընկերն է, այլև ամենակարևոր խորհրդատուներից մեկը։ Նրանք ամուսնացել են 2014 թվականին, այսօր սպասում են արդեն 4-րդ զավակին։ Ընտանեկան կյանքը, ինչպես իրենք են նշում, մնում է իրենց առաջնահերթությունը, անկախ քաղաքական բարձր պաշտոններից։ 2025-ին, երբ Ջեյդի Վենսը դարձավ ԱՄՆ փոխնախագահ, Ուշա Վենսը դարձավ Միացյալ Նահանգների հնդկական ծագում ունեցող առաջին երկրորդ տիկինը։ Հանրային ելույթներում Ուշան զուսպ է, քաղաքական կտրուկ հայտարարություններ չի անում։ Ավելի հաճախ խոսում է կրթության, ընտանիքի, երեխաներին առնչվող հարցերի մասին։ Նրա ներկայությունը Սպիտակ տանը շատերի համար ներգաղթյալ ընտանիքների հաջողության եւ կրթության ուժի պատմություն է։ Զարա Սարգսյան, Մարիա Կարաթորոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։